6-րդ հաղորդումը սկսվում է, որտեղ շատ կարևոր մեկը պակաս է եւ շատ կարևոր իր այստեղ է։ Այո, Անահիտ Մանուկյան 6-րդ հաղորդմանը չի լինելու, երկրում չէ։ Ես շատ տխուր եմ, որովհետև շատ մենակ եմ ինձ զգալու, բայց Royal Armenia-ի այս պատրաստած նվերը սենց ինձ փոփում է, էլի սիրելիներս, որովհետև այն ավտոմեքենան, որ խաղարկում է ամբողջ եթերաշրջանի համար, կարծես ամեն անգամ ոչ միայն մասնակիցներին, այլ նաև ինձ ուժ է տալիս, որ մենք գժական նախագիծ ենք անում, որովհետև խաղարկվում է գժական ավտոմեքենա։ Հիշեցնեմ, որ մենք գտնվում ենք Sia Resort & Spa 5 աստղանի գժական հյուրանոցում, որտեղ վայելում ենք 6 օր, 7-րդ օրն էլ այստեղ կմնանք եւ կտեղափոխվենք Երևան։ Ասեմ, որ Անահիտը շատ է փոշմանելու, որ 6-րդ հաղորդմանը ներկա չէ, որովհետեւ այսօր սպասվում են շատ ինտրիգներ։ Դե ինչ, սկսեցինք։ Եվ քանի որ ես եմ քեզ բերել, ուրախ եմ, որ հետ է կարելի։ Ինչ խաղեր են, լասա։ Խաղերի անունը չեմ հիշում, բայց այն որ մեշոկների մեջ քարեր ալնում, զույգ ու կենտ թվեր ես ասում, մեկը այդ է։ Ես էլ մենակ լոտոն գիտեմ։ Ուժեղներ, սրճենք արթնանանք։ Ահա, քունս տենց է դանում մի հատ բերելի խնդրում եմ։ Նստած մենք քննարկում ենք Եվի հետ ինչ խաղտա ընկեր իրան հաղթելուց հետո իրան որոշում է մեր համար կոֆե։ Երևի ինքը հենց չի հասկացել, որ իրան ինքը վերկելու հանենք, բայց դա ասենք լավ, ուզում է կոֆե տնի քո դնի։ Որից եք ուզում։ Սև, որը ուզում ես։ Դառը նորմալ։ Դարը։ Բացի դարը։ Շատ լավ է, որ դառնա, ես էլ եմ դառը սիրում։ Ես ճիշտ ասած պոկերի խոդ արեցի, վաբանկ գնացի, մի անգամից 10 քարնել հանեցի, եթե ասեր զույգա, ես կռվում եի, եթե ասեր կենտա, ինքը ասես կենտա ու բոլորը մի անգամ մի վայրկյանում պարտվեց գևը, բայց գևս իմ ընկերն է, ես տենց ճիշտ է ուրախ եմ իմ համար, բայց չէի ուզենա, որ ինքը այսքան շուտ լքեր ուզում։ Մենք ուզում էինք։ Մենք օքեյ ենք հանգիստ տեղի մի ներվի։ Իսկ որ կրել ես մի բան տվել են։ Այդ քարտը, այդ ինչ քարտ է։ Ինչ քար։ Այդ ինչ քարտ է։ Բայց ով ասում։ Էլ մի դե լավ դե մի սկսի էլ։ Դե լավ, ժամանակը Ու գա կիմանա։ ժողովրդի նայում։ Ժամանակը կգա կիմանաք։ Երեխեք սուրճը պատրաստ է։ Հուսով եմ իմ այս վերաբերմունքը կընդունեք, կգնահատեք, սա իմ գալը բարի լինի էլի ձերթի։ Գնահատում ենք այդ քարտի զավարակ օգտագործել։ Գիտեմ ինչ քարտ է իրան։ Հա բայց այս մարդը կոֆե է բերում մեզ։ Ես վերջապես ուրախացել եմ, որ եկել եմ մի թիմ, որտեղ լարվածություն չկա, Թե թողեք լավ քարտը վայելը։ ասում եմ, դա իմ համար լավ, բայց թե ում համար ոնց, դա չեմ կարող ասեմ, ժամանակը կգա, իմանանք Շուշան ջան։ Կոալիցիա մնաց։ Մենք քեզի սկզբանե չէինք ասում ճիշտ կոալիցիա։ Ոչինչ, մենք կվերադասավորենք այդ թեմի կոալիցիաները։ Երեխեք Գևին Սիրականյան կարոտել եմ ու ափսոսորել դուք եկավ։ Ժողովուրդը ինչ եղավ։ Մարտիրոսյան Գևը ոնց տապտապացրեց Գևին։ Վրոդի այս նախագծի ամենամոդիկ ընկերները իրանք են, չէ՞։ Դրեց ճըպ, 5 վայրկյան տևեց։ Բայց դա են ասել, էլի ես իր երկուսով գալա պրոյեկտ նկար դնել անում է հարազատ թշնամի։ Բայց այդ ավանդույթը չխախտենք էլի մեր օրը սկսելու։ Ահա, ճիշտ է, բեր։ Էմա, Գյումրի սիրում ես։ 6 եթերների ընթացքում չհասկացար։ Վանաձոր։ Դու չափած ես արդեն։ Հա, այս մի տարի է։ Լուրջ, մալադեց։ Ժողովուրդ ջան, ինչ եմ առաջարկում եմ մեր կոալիցիայի կենաց։ Բայց լավ, Բայց մենք տրադիցիա ունենք, չէ՞, մենք պետք է սկսենք, ում են բերում Հայկոլանետ, ասեք, կապույտից մոխիտո խմող չկա, մոխիտո ում են բերում։ Գնես ջուր բերես, Ռաֆ։ Կարթաս Ագնես։ Ռաֆո լսի, ուշադիր։ Հարգելի մասնակիցներ, ձեր նկարում թաքնված են 30 հայտնի ֆիլմեր։ 3 րոպեի ընթացքում գտեք եւ նշեք ֆիլմերի ճիշտ անուններն են գտնում։ Եթե գուշակեք 26-ից 30 ֆիլմ, կստանաք հնարավորություն բացելու անակնկալ պարունակող 3 արկղերից մեկը։ 21-ից 25 ֆիլմ, կստանաք հնարավորություն բացելու անակնկալ պարունակող 2 արկղերից մեկը։ 16-ից 20 ֆիլմը կստանաք հնարավորություն բացելու անակնկալ պարունակող մի արկղից։ Մինչև 15 ֆիլմ գուշակելու դեպքում անակնկալ չեք ստանա։
գուշակենք մենք սաղս ազատ ժամանակ ունենք լիքը նայել ենք։ Բեսի հենց այն իմ խաղն է, որովհետև ես լիքը ազատ ժամանակ ունեմ ու լիքը ֆիլմեր եմ նայում։ Մի նկարի մեջ 100 հատ բան կա։ Третий лишний, երրորդ Social network-ը գրում եք։ Գիրոտ է, Բարբիգա։ Հա, նրան գույնը։ Ეხը Տարանտինոյի կինոից, չի ես Հակստանի չէ։ Убить Билла. Давайте Барби, третий лишний. Նրան գույնը նախ։ Իվարկան հերթով գալիս Այն ենք։ հերթով վերջանենք, որս ինչ գիտենք, տաքսի հարստացու հյուսիսից նկարը տեսա, վարկյանական մի քանի կինոներ արդեն հասկացա որոնք են։ Մոտավորապես մի 7-ից 8 կինո։ Միմինո։ Ինչ գրել է, սպասի, այն ծերից չի։ Կոդ Դավինչին գրել է, Մի սա վարկան։ գրել է Միմինո։ Կոդ Դավինչի, Կրիկ գրի, Տիտանիկ գրի, Իվարկան Կրիկ, Տիտանիկ։ Խաղը շատ է դուրս գալիս, որովհետև ֆիլմերի համար ուղղակի խենթանում են։ Մատանիների տիրակալը։ Շատ ապրես։ Հարի Պոտերը։ Հարի Պոտերը ճիշտ է։ Հա, դանդաղ է գրում։ Հարսնացուն հյուսիսից։ Ես զգում եմ, որ թիմս մի քիչ ուժեղ չի ֆիլմերից, ես ավելի ուշադիր եմ ու այդ կարողանում եմ դետալներով հասկանալ, որը որ ֆիլմն է։ Իմ արդյունավետությունը այն, որ երևում է, էլի ակնհայտ։ Այն կատուները չեմ հասկանում։ Արա գադուները Matrix-ն է։ Երի մատրիցա։ Ճիշտ է, սխալ է։ Черная кошка, սև կատու, տենց կինո կա։ Բանը, ժենշինա Բարբելի, черная кошка, белый кот։ Զորո, Mr. Bean։ Բայց էսի Mr. Bean-ը Չէ, չէ, վերևի նկար են, շալով սպիտակ նկար։ Պապիկի Շոուշենգը, Բրիլյանտովը ռուկա գրի։ Այ այստեղ աստղերը վերջապես փայլեցին։ Այնքան արագ էին ասում ֆիլմերի անունները, որ նույնիսկ չէի հասցնում գրել։ Երեխեք կամաց ասեք, Պլաստիլին կալեց։ Убить Билла։ Սպասի։ Դավինչի գաղտնիքը գրել ես։ Inception, Начало։ Գինոներից մի քիչ հեռու մարդ եմ, ժամանակ չունեմ գինո նայելու։ Զգացող իրանք ավելի լավ էին դրաբեդում են ամեն ինչին, թողեցի լրիվ իրանք այդ շարեն անունները գրեն։ Այն iceberg-ը գրեք Titanic։ Բանը Avatar գրի Jake Sully։ Դաստուշացը դրի պես։ Խաղի ընթացքում հասկացա, որ Էման էլ, Ռաֆոն էլ լավ են կինոներից, մանավանդ Ռաֆոն գուշակեց 2 հատ շատ դժվար ֆիլմ, որը մեր համար էլ է չզարմանալի։ Էս ինչա, կարող է բաննա։ Белое солнце пустыни։ Ինչու է աղմկում գետը, կարող է դա այն։ Էսի։ Ինչու է աղմկում գետը կարա լինի։ Այն վերևի նկարագետ լինի Բանը այն ներքևը Մոնալիզա, բանը, Լեոնարդո դա Վինչին, Սիկրետ Դավինչի գաղտնիքը։ Նկարները ինչ է, այդ ուզում ջոգեմ։ Չէ, էսի է Լեոնը, ճամպրուկ։ Բանն է, մի րոպե, վայ։ Լավ էլի։ Արա բվանի Ցուկենբերգի կինոն։ Քանի հատ ենք գրել։ Ադամատները չեն գուշակե, Բրիլյանտովը ռուկա։ Գրի Արա ժամանակ կար։ Որ քննարկվի ով էր լավագույնը թիմում, այսինքն ով շատ կռահեց, ով շատ կինոներ բացահայտեց, ես ինքնագովազ չանեմ, բայց ես կարծում եմ, որ ես էի։ Իգարներ։ 30 Դաժե կարող է 31, մեկը երևի ավելի գրել։ Ինչու, որովհետև մենք գրում էինք։ Իմ համար ամենակարևորը այս ամեն ինչի բացատրությունն է լինելու։ Ես կբացատրեմ։ Ես եմ բացել։ Okay, կներկայացնի Էման, Հա, հասկացա։ կբացատրի, այսինքն մենք անուն նկարենք, Էման Ինչ նոր կբացատրի։ կոալիցիաների։ Այո, մենք բոլորով մի կոալիցիա, մեկ բռունցք, այո։ Նեղնա, ընկե գալիս եմ երկու ամիս։ Մեղը չեմ ընկյախ բերենորը քարի բան զորից եմ ընկե։ Առաջին Բարբի, Տեխնիկը Վարդագույն Թակուհի։ Այո, սա Բարբի ճիշտ է։ Tretий лишний, Ողքի արջուկը։ Հարսնացուն հյուսիսից, Դռնից մտնում են հարսը եւ տեսան։ Mr. Bean, Միսթր Բինը նկարը։ Ինչի համար, որովհետև Միսթր Բինը փչացնում է այդ ֆիլմի մեջ այդ նկարի օրիգինալ։ Ճիշտ է։ Ono, Փուչիկը պատի մեջ։ Անո, այ երևի, Անո, Օնոր Մանուկյանը։ Օնոր Մանուկյանը, Օնոյին ջեն բարեմն։ Պադարակ судьбы, Ճամպրուկը իր վրային վերով։ Սա կարող եք արդեն ջնջել։ Forest Gump։ Հիշեցիք։ Այո։ 12 стульев, Աթոռը էլի, որի մեջ անդամանդներ է թաքնված։ Ճիշտ է, ճիշտ է հեսպանը չէ։ Godfather, Ասել եմ։ Mimino, Достучаться до Նիբես։ Ակում է դուրը։ Այ ես նույնիսկ շատ սիրուն բան է, ֆիլմը ու շատ սիրուն կռահել եք։ Jake Sully, նորից որ գուշակեցի, եթե ուշադիր նայել եք։ Ֆանտաստիկ է։ Պրոստը մնացածը հեշտ է կարում են ասել, որ իրանք են ասել, բայց այն ինչը որ բարդ գտել են, որ սա
Ոչ մեկ չէր գուշակելու, հետո Ես կռահել եմ ֆիլմեր, որոնք որ վստահ եմ, որ ոչ մեկ չէր կարող կռահել։ Ինչու է աղմկում գետը։ ինչու է աղմկում գետը չկա։ Պապեկի Շոուշենգանը ասել եմ, եթե կհիշեք նկարը, պաստառը, որի հետևը որ փորում էր այդ։ Պաբեգի Շոուշենկը նորից գժական լուծում էր։ Մարգարտի ականջողով կին։ Նկարը, որ ասեցի, քրիկի վերևի նկարը։ Էլի դու ես Ռաֆայ։ Ես ասեմ, որ մենք ամենադժվար երկու ֆիլմերը ըստ մեզ որ ընտրել էինք, դա Ավատարն էր եւ այս գերեզկուի այո, մալադես Ռաֆ։ Հաջորդը Белое солнце пустыни։ ճիշտ եմ։ Белое черное кошка։ Ճիշտ եմ։ Հիմա քանի հատ ենք։ Ես Լեոնը էլի չլսեցի։ Լեոնը ասել են գրել ես։ Ես ասել եմ կարա բանում։ Ես եմ ասել, ես եմ ասել։ Ես լսել եմ։ Մի հատ խնդրեմ հիմա ճիշտ պատասխանների քանակը։ Հաշվում ենք 1 2 3 4 5 6 7 23, 24, 25։ 25 Բայց Արամ ջան, Լեոն ասել է, դել ես եմ, չեմ մի հատ եմ գրել։ ասել, մի հատ ես եմ ասել, պրոստը զուտ երևի։ հասկացա։ Մի հատ զարմացած եմ, նախ այս թիմում կոնկրետ 3 կինոման կա, ոնց հասկացա, Էման Արասը եւ Ռաֆը։ Աղասը ժամանակ ունես այդ այդքան կինո ես նայում։ Ո՞ն, ես կինոներով եմ մեծանում։ Հա, սա բոյ կինո։ Սա բոյս կինո։ Բայց ես մեկը անկեղծ պետք է ասեմ, այս նկարի ամենաբարդ երկու նկարը գուշակել է Ռաֆը, ապրես։ Իրոք եմ ասում, էլի, մասնավորապես այս Սոցիեցին էլ։ հա, սոցիեցին է, բայց ինքը ոչինչ բարդ է։ Okay, 26։ Ապրես։ Հիմա օգնականը Գնիալ։ հիմա ասեք ով է մեկնաբանում։ Բոլորս։ Անունը ասա ու ցույց տանք։ Սկսեցին երրորդն ավելորդ է։ Արջուկ։ Դա արջուկ։ Հա, տեսիլիշն։ Բարբի։ Կողքը, ճիշտ է, Նրան գույնը նուրը սեղանին, ճիշտ է։ սպանել բիլին։ Քիլբիլ։ Տեղինը քիլբիլը։ Դեղին շորի Ճիշտ է։ սուրը։ Հարսնացուն հյուսիսից դռնից ներս են Իսկ մտնում։ մի հատ հարց տամ, էլի։ Իրան առանձին չեք հիշում ինչ որ բան։ Բրյուս Լին։ Բայց արդեն ուշ է։ Նեղվեցի։ Երեխեք աթոռներ 12 աթոռ կինոն է։ Այո, ճիշտ է։ Գրել ենք 12 աթոռ։ Բրլանտները, մեջի բրլանտ։ 12 Հա, հա։ Հեսա գալիս ենք։ Միմինոն, ահա։ Ինչու աղմկում գետը։ Շատ ծիծաղելի բան ասեմ։ Նույնը այնտեղ ասեց աղասը։ Ինչու աղմկել գետը։ Չկար։ Երկուսն էլ սխալ եք։ Իսկ մենք ենք մեր սարերը։ Լիան զուտ հայկական ֆիլմերի տեսականին Մի վարքան, բայց ամենակարևորը չասցին, կանաչ գիրքը։ Լեոն։ Լեոն, ապրեց։ Լեոն էլ ենք ասել։ Ով է ասել Լեոն Զետակյան։ Արաֆը։ Ռաֆա ապրեսավ։ Չամադանի անունը ասա կինոն կա։ Եթե սա յասայլի մաներ չեն կրալ սա։ Գրել ես, դուր ասեմ որնա, գրել ես։ Դուր ասեմ։ Խորհրդավոր ճամպրուկը, Pulp Fiction։ Ասեմ որնա։ Տարանտինոյի Pulp Fiction-ը չի։ Դող, Forrest Gump։ Բաբինը որտե՞ղ է։ Միսթեր Բինը այն նկարը։ Նկարը, որ ինքը փչացնում էր։ Ու Ջեք Սալին ավատար։ Ով է ասել Ջեք Սալին։ Բոլորով։ Ապրեք, սա Գործի նկարը, հասկացա։ Այնտեղ Ռաֆը գուշակել էր սա։ Կատուների մյուս անունը ասա, եթե հետ։ կրվի ատոմ։ Ակաղա հենց կատում էր։ Չորնը կոշկը բելի կոտ։ Ֆիլմը այդպես էր կոչվում։ Շատ խորներ չէին գանում մոնա։ Ինձ են ամպերն են հետաքրքրում։ Ինձ էլ է։ Երեխեք, սա շատ դեղեց։ Երկինք մուլ։ Մի հատ խնդրում եմ, մի հատ նայեք, էլի։ Չէ, մի հատ խնդրում եմ, մի հատ ասում ան նույնիսկ։ Կարող այն Սանդվիչատը դենի բես։ Այո։ Ինձ հիմնական է ռետրո նկարն է հետաքրքրում, ինչա։ Սա չեք հիշում։ Պաբեկ is Shawshank-ը։ Ինչ լավ կոալիցիա ենք ասում։ Օգնականը կբերի 3 մեր տուփերը, որի մեջից դուք ընտրելու եք մեկը։ Երևի ես ընտրեմ։ Ես կարամ ընտրեմ։ Ես ուզում եմ ընտրեմ։ Ես կարամ ընտրեմ։ Դե կարենալ է, կարեն։ Okay, ես ընտրեմ։ Չէ, բերեք ես անգամ ես ընտրեմ։ Ես ոչ շուտ չեմ ընտրի ախպեր։ Դու նոր ես եկել։ Նայ մտածում եմ էլի շո պատստավնոյ բա ախպեր Դու չկա նոր ես եկել այս կոալիցիա։ Նոր չեմ եկել, դու ես իմ թիմից վաղուց։ Մեծ արմալ լավացություն մտցնի։ Ես կողմ եմ չինգաչունգի։ Ես պաշտոնապես հայտարարում եմ, ես այս կոալիցիայից չեմ, ես մենակով եմ։ Այո, ես համաձայն չեմ, որ ինչ-որ մեկը բացիզնից ընդ։ Աղաս ջան, ինչի դու։ Իմ կարծիքով կոնկրետ այս խաղի հետ կապված ես եմ արժանի։
ու ինձ պետք է հասնի այդ մրցանակը։ Այս անգամ ուղղակի առաջի անգամ որոշեցի ասեմ ես Զամբյուղը կընտրեմ։ Խփել պրոստը են որ ստվերում մնալը վեճ չի էլի հստակ։ Բայց չինքաչուն գորեք։ Այսինքն դու ուզում չինքաչուն գարեմ։ Ես 30 տարեկան, բայց ինձանից փոքր ժողով։ Այսինքն ի՞նչն է։ Ես մի անգամ ես եմ ուզում ախպերը։ Մանկապարտեզ էր։ Ինձանից 10-20 տարով մեծ եք։ Էդ ինչ կռիվ եք անում։ Այն մեկը ընդեղից ես կբացեմ, այն մեկը ես կբացեմ, չէ, ես չեմ բացի։ Չինքաչուն գարեք, արագ որոշեք։ Ուզում եմ ձեր որոշումը։ Ինչ է ուզում լինի թիմի համար արվելու, հավատա ես թիմի համար ինչ հիշում եմ անում եմ։ Ինձ սազական է չի նման մանր բաների պատճառով վիճաբանության մեջ մտnem, անկես ինձ նստած ուղղակի ուզեցա վեր կենամ, գնամ, նախագիծը թողեմ գնամ։ Աղասի վերաբերմունքը հասկանալի չի իմ համար։ Սա խաղ է, ոնց դու ես ուզում, նույն ձևել ես եմ ուզում այդ մրցանակը, ու ես իմ մեջ գիտեմ, որ ես այդ մրցանակին ավելի արժանի եմ։ Okay, Ռաֆ ջան, okay։ Որոշումը ձեր։ Ես չեմ քաշում։ Մնացածը թող որոշեք։ Դու հրաժարվում ես Աղաս։ Այո։ Ռաֆ։ Ես կընտրեմ։ Շատ լավ։ Օգնականի խնդրեմ բերի մեր 3 տուփերը։ Դուք այսպես թե այնպես 3-ից արդեն 1-ից զրկվում եք, որովհետև եթե 26 պլյուս ճիշտ պատասխան է լինում, 3 տուփեր է դրվում, բայց դուք 22-ից 23 ճիշտ պատասխան ունեք, դրվելու է 2 տուփ։ Բայց մի կարևոր որոշում էլ կա, որ դուք պետք է կայացնեք, պետք է ընտրեք ձեզնից ով է արժանի բացի տուփը։ Իրան ապահովները թե թիմի համար ավեր։ Ինքնավորոշում։ Ինքնավորոշում, որոշումը Իրանն է լինելու, որոշվում է այսպես այնտեղ էլ է տենց որոշվել, դուք ընտրում եք ձեր այս խաղի լավագույն խաղացողի։ Ես առաջարկ ունեմ, ուրեմն բան եկեք բան անենք, ով ամենաշատը գուշակե, թող ինքն էլ ով ամենաշատը, ասե արդարը։ Ես առաջարկում եմ Ագնեսին։ Այդպես արդար կլինի, էլի։ Ագնեսը էներգիա լավ է տենում, եկեք Ագնեսին ուղարկենք։ Աղմուկը անուններ է հնչում, բայց տենց արանքից իմ անունն եմ լսում։ Okay, ձեր որոշումը։ Արդյոք չի Ռաֆին։ Երեխեք Ռաֆ։ Ոնց որ որոշվեց, որ ես եմ վերցնում նվերը։ Ես առաջարկում եմ, որ նվերը տան Ռաֆին, որտեղ ամենաակտիվն ու ամենալավը Ռաֆն էր եղել։ Բայց վիդիտիլի Ագնեսը ուրիշ պլաններ ուներ։ Մանո, զգում եմ, որ նվերը որոշվում է գնա Ռաֆին, բայց քանի որ ֆոկուսը անդադ Ռաֆի վրա է ու իրան ամեն տեղ գցում է, իսկ մեր Մանո շատ համեստ է, դրա համար որոշեցի Մանոին ասեմ։ Մանոն ակտիվ է խաղի մեջ։ Հա, համ ակտիվ է եղել, համ էլ ուզում ենք ամեն խաղին ինչ-որ մեկը մասնակցություն ունենա։ Ձեր որոշումն է, որոշում եք, ես բերում եմ տուփերը։ Մյուսները դենց մասնակցում։ Հա, պայման։ Նայեք, ես Մանոյի դեմ բան չունեմ, հա, ինքը շատ լավ մարդ է, բայց ինքը պրոստը նստած էր այս խաղի ժամանակ ու ասում էր ճիշտ է գրեք։ Ճիշտ է գրեք։ Նու, դրա համար Մանո Ագնես, Մանո Ագնես։ 3 տուփ, որոնց մեջ կամ նվեր, կամ բոնուս, կամ առավելություն մեծ խաղում։ Ռաֆ։ Սանդ։ Շատ լավ։ Միակողմանի ռևերսն, որը իր մեջ ներառում է։ Մեկին բերում ենք ու վсё։ Ում ուզեք բերում եք։ Բայց ում ուզելը չի մտնում Լիայի եւ Գևորգի դաշտ, որովհետեւ Գևորգ Մարտիրոսյանը եւ Լիա Զախարյանը անվերադարձ են գնացել։ Ռևերսի քարտում ու միակողմանի։ Գլխից մեջ մի անգամից ճիճուներն իրար եկան։ Լավ է, ռևերսը լավ է։ Ռևերսը լավ բան էր, այսինքն Բայց ում ենք բերելու։ Գլխից մեջ մի անուն։ Շուշան։ Մենք ուզում ենք բերենք մեկին, ում կարանք հանենք, մենք ուզում ենք բերենք մեկին, ով կարա մեզ օգնի հաղթենք։ Այո, ասում է ֆիզիկականի հետ կապված չի, ավելի շատ լոգիկա է։ Մանո բացառեք։ Մանո բացառվում է, Դալեկ բացառվում է, որովհետև Դալեկը Ռուբոն բացառվում է, որովհետև իրան կարան ներսից ունեն Զինադու բանանեն, որ այն մի թիմը, այո, Շուշո։ Շուշո եմ ուզում բերել։ Ես էլ եմ ուզում Շուշո։ Այո։ Ամացեցի։ Կարծում եմ մեզ ամեն դեպքում տղա է պետք։ Ինչ խոսամ դուք ենա որոշում եք ժողովուրդ։ Հա, քննարկմանը գուցե Տարբերություն չկա։ Հայրի։ Ապշե տարբերություն չկա։ Պապս մասնակցեց։ Ինձ հարցնում են, ուղղակի հասկանում որ ձևական են հարցնում, առաջվա պես չեն հարցնում ամեն դեպքում։ Ես էլ ինչ ասեմ, ասում ինչ որոշում եք, որոշեք ձեր կոալիցիայով։
Պատերազմը վիզ ենք դնում, որ կրենք։ Control չալաղած նվեր ապիկի մեզ այդ նվերը տան։ Այդպես չէ։ Զակոննի, կառոննին։ Կարոնի։ Գիբ, ուրա, գիբ, ուրա, գիբ, ուրա, ուրա, ուրա։ Դուք այստեղ են, Մանո ջան, դու կորոշես քո կողմից, ես կբացեմ։ Աչու։ Աչեմ։ Տղայա։ Եվ այսպես դուք Մանո ջան քաշել եք նվերը։ Նվերը նոր տան կողմից է։ Նվերը 500,000 դրամ նվերքարտ նոր տան կողմից։ Մանո կամ սա, քանի որ թիմը որոշել է, որ դու ես վերցնում, կամ սա դու վերցնում ես քեզ, կամ օրինակ կիսվում ես Ռաֆի հետ, չգիտեմ, սա քո որոշումն է լինելու։ Հիմա պահի որ բան պետք է լինի, կզանգեմ գասեմ ման։ Շատ ուրախ եմ Մանոյի համար, 500,000 դրամը քիչ փող չի, ու սենց գույն ընդհանուր դրական են, երեխեքը համաձայն են, բայց այս աջ կողմը սենց ծանր շունչ եմ զգում։ Զգում եմ, որ ինչ-որ մեկը այդքան գող չի։ Ես երկու գովակ կանեմ, եսի կվեկաներ կունեմ։ Կամ սա քոնն է անհատապես, կամ ինչպես նշեցի, դու ես որոշում։ Չէ, որոշենք ով ինչ կարիք ունի, միասին գտնենք։ Չէ, քեզ ամնում, որտեղ դու մեզ հապաճղ կայ։ Որ իմ մոդա, բայց մենք որոշենք ով ինչ պետք է, գետակ նոր դուն խանութից որոշենք ինչ է գալու։ Մանո ջան, ինչ կիսվել, ինչ քեզնի, քեզ։ Դե ինչև է, Սելի Նորտու շնորհակալություն այս ֆանտաստիկ նվերի համար, սա ամեն դեպքում քոնն է Մանո ջան։ Շնորհակալություն նոր դունին։ Սերներս շնորհավորում եմ ամեն դեպքում ձեզ։ Պատրաստվեք, գնում ենք մեծ խաղի։ Լուրջ եմ ասում, ես անկեղծ ասեմ, մի փոքր ներվանյացա, նախ եթե այսօր քվեարկություն ալինելու, ես Ագնեսին եմ քվեարկելու։ Բայց ինչի՞ է։ Որովհետև նայ, պատճառ պետք չէ մանկանք այսօր քվեարկելու, ձեր դեմ ես ինչ-որ պատճառ չունեմ, իր պարագայում, որ սենց բան ինքը արեց, ես ուզում եմ ոնց որ իրան քվեարկեմ։ Որովհետև ինչ է նշանակում Մանո, ինչ արել, որ նստել է կողքերս նստած էր աթոռին։ Իրականում սենց քիփիլիկ սաստավով ենք մնացել, այն չեմ հաշվում, ինքը գնացող է, բայց հաջորդը ինձ համար Ագնեսն է, որ պետքա գնա։ Ագնեսի լոգիկայով ես էլ նվեր չեմ ստացել, դու էլ նվեր Էդոն էլ չի ստացել։ Ես այդ լոգիկայով մենք ենք այն։ Ինքը այն պրինցիպով, որ Մանոն այնքանով արդար է, որ կկիսի, մենք ինչ գիտենք ինչ է նվերի մեջ։ Ոչ եմ զանգելու, ասեմ սառնարնապետ։ Բայց ամեն դեպքում այդ ոնց որ մենոնցական մի քիչ սաստավում Ես կուզեի խաղով, եթե դու ես լավ խաղացել։ Հաստատի, ես խաղում Մանոն ոչ մի չի արել։ Ինչի համար չէր։ Ու մենակ Ագնեսն էր, սա ցեն չանել։ Դե ես ասացի, ոչ մեկ չմիացել։ Չէ, ես ոբշեմ համաձայն եմ։ Ես այսօր Ագնեսը այսօր վտանգավոր գոտիում է հայտնվելու իմ կողմից։ Բայց նա ոնց կուզեք։ Չէ, ես կներեք ես всё։ Okay։ Արի մի երկու բան չգիտեմ։ Բայց համաձայն եմ Ռաֆենց հետ, պետք է ես խաղով բանանեինք։ Դե մոռացա ասեմ քեզ, երեք ահավոր լավ էի խաղում, շնց նայում եի կողքից ու շատ հպարտանում էի, ասես նով քաշում էի։ Արդեն մոտենում ենք խաղի ավարտին։ Մանո ջան, Ագնես ջան, երեխեք ջան, հեքիաթը մոտենում է ավարտին։ Աղաս ջաջա, կանչել ես։ Աղաս ջաջա։ 20 տարի մեծ է ինձանից։ Աղաս ջաջա։ Դե, հա, լավ։ Նայ։ Բայց աղաս ջաջա ես դու, всё։ Հիմա նայ, ստացվում է որ այն կոալիցիան, որտեղ այն ճամբար, որտեղ ես կայի։ Թրվել է։ Գևին ու Լիային տարել են ընդե, Սիրեկանյան Գևին ու Եվային հանել են, ես մնացել եմ մենակ։ Աղաս ջաջան ինձ կանչեց առանձին զրույցի։ Ինքը սկսում է խոսել, ու ես հասկանում եմ, որ իմ ու իրա ուղեղներում նույն ծրագիրն է մշակվել։ Եթե այսօր իրանք մնան այտենց քեզ էլ հանեն, հաջորդ հովա լինելու։ Դու։ Այո։ Բնականաբար։ Դրա համար մեզ դա ձեռք չի տալի։ Կարծում եմ, որ մենք երկուս իրանք իրեք։ Իսկ եթե Շուշոն գալիս է մեր թիմ, իսկ Շուշոն գալիս է մեր թիմ, մենք արդեն 3-ով ապահովագրում ենք մեզ։ Շուշոն հաստատ իմ հետ է խաղալու։ Բնականաբար։ Դու էլ եթե միանում ես մեզ, ես սիրով, ես բոլորով դառնում ենք 3-3։ Եթե ես չուզեի կամ մտքից չլներ, դա մը չէի կանչի քեզ առանձին Այս պաղպաղակը վայելելու մասնավորապես։ Նույն որ ճամբար 2։ Ճամբար 2։ Շուտով։ Ինչպես տեսնում եք, այսօր առանց Անահիտի եմ, Անահիտը կար ժամանակով մեկնել է Եվրոպա, ասեք, որ այսօր ամենացուրտ եղանակն է։ Այսպես ցուրտ է։
Սիրելիներս, շատ կարևոր խաղը իմունիտետի համար չէ, բայց խաղարկվում է մեր նախագծի, իհարկե բացի գլխավոր նվերից, որտեղ ավտոմեքենան դա շքեղագույն նվեր է ամեն դեպքում, այդ աստիճանի չէ, բայց մինչ այդ եղած բոլոր նվերներից ամենագժական նվերն է խաղարկվում։ Ինչա։ Եվ չեմ ասի։ Վեգան մեզ հետ է եւ վեգան ընկերությունը նորից ջերմ անկյունը պատրաստել է մեզ համար, սիրելիս։ Ովքեր խաղի մեջ չեն լինի, գաք այստեղ իմ մոտ կմոտենաք։ Շատ լավ։ Մինչև կսկսենք խաղը, ասեմ, որ ցերեկվա խաղի արդյունքում բլոգերների թիմը հաղթեց 500,000 դրամ, հաղթելը որն է, շահեց այսպես, որը վերցրեց Մանոն, ոսկունի ուժի զորով։ Ռաֆոն վերցրել է մի քարտ, որը կարող է այս պահին օգտագործել, եւ այդ քարտն է Ռևերսի քարտը։ Բայց անվերադարձ ռևերսի քարտ։ Անվերադարձ եւ միակողմանի։ Հա, այսինքն զուտ վերցնել։ Այո։ Ձեզ ուժեղ խաղացող է պետք։ Մեզ պետք է շատ ուժեղ խաղացող, ճիշտ ես, շատ ճկուն։ Այո, եւ մենք բոլորով միաձայն որոշել ենք, որ այդ խաղացողը կլինի Շուշանը։ Ջան, այո, Ոչ, չեք տալիս։ Շուշանին տանում են։ Մենք ամբողջ թիմով բարձրաձայնում ենք մեր որոշումը եւ ես անձամբ գնում եմ Շուշանին ուղեկցել դեպի մեքենա։ Բարի գալուս։ Շուշան։ Այո։ Այո։ Ռաֆը եկել անենց օֆիցիալ տանում է ինձ ձեռքով։ Ինչ է։ Ասեմ, որ ինձ այս հաղորդումը սկսում է շատ ավելի շատ դուր գալ, բայց այսօր այսքանը չի։ Այս պահին 6 մասնակից աստղերի թիմում են, 7 մասնակից բլոգերների թիմում։ Մեկ հոգի մասնակից ձերից կընտրությամբ, որը ստեղ պետք է լինի, պետք է չմասնակցի խաղին, նորից լինելու է խաղադրույք, բայց այս անգամ երբ խաղադրույքը լինի սխալ, մասնակիցը մի անգամից լքում է նախագիծը։ Հաղթելու դեպքում ունենում է իմունիտետ։ Ձեր իսկ որոշմամբ, որը չեն կարող լինել Մանոն եւ Գևորգ Մարտիրոսյան, քանի որ անցյալ շաբաթ նրանք եղել են այս գոտում, հիշեցնեմ, որ այդքան կարևոր չի թե դուք ում կընտրեք, ավելի կարևոր է թե ինչ խաղադրույք կկատարի նա։ Դուք սրա համար ունեք 1 րոպե ժամանակ, եթե դուք չեք կարող կողմնորոշվել, ձեր փոխարեն ընտրությունը կայացնելու եմ ես։ Ժամանակը գնաց։ Լիա, Ագնես, որոշեք։ Հերթը հասնում է Ռաֆոին ու իմանունն է տալիս։ Ու հասկանում եմ, որ Մանոյի նվերը չէր մարսել։ Ստեղ որոշելու բան չկա, կամ Ագնեսն է գնում, կամ Լիան։ Ես չգիտեմ, դա Ագնեսը կամ էական չի, մեկը մեկ։ Ես էլ համաձայն չեմ։ Դալո։ Քվեարկություն։ Ինչ։ Ասի չէ։ Դե ֆիզիկական խաղալ, Լիան կամ Ագնեսը բայ։ Բանալ ունես բացում ֆիզիկականը։ Թե փազել հավաքելն է ֆիզիկական։ Դուք քողը չակնա, որ աղջիկներից որևէ մեկը լինի։ Ես ուզում ամեն մեկը անուն ասի։ Ռուբեն, Արակ, Լիա։ Խառնաշփոթ վիճակա որոշում ենք քվեարկենք ու ես իմ ձայնը տալիս եմ Լիային։ Լիա, Ագնես։ Էդ, Լիա։ Ագնես, Ռոֆի։ Մանո, Թող վերջին ինձ։ Լիա, Ռաֆը։ Եվ, Ռուբո, հասկացա, Մանո, Էդո։ Էդո։ Երկուական ձայն Ռաֆի եւ Լիայի միջև։ Հիմա միայն Ռաֆի ու Լիայի միջև, արագ, Ռուբո, Լիա։ Էդ, Լիա։ Ագնես, Լիա։ Մանո, Լիա։ Ինձ թվում է, որ Arm Games-ում մեկ-մեկ ուրիշ հերոսի անուն չգիտեն։ Ընտրությունը միշտ լինում է Լիայի եւ Լիայի միջև։ Իսկ Լիայի համար ընտրությունը աստղերի եւ բլոգերների թիմի միջև էր։ Իր որոշման արդյունքում Լիան կամ կմնա նախագծում եւ կունենա իմունիտետ, կամ կլքի նախագիծը։ Լիա քո որոշում։ Լիա մրսում ենք։ Լիա, Աստղերի։ Չգիտեմ, նույնիսկ այդ պահին ընտրեցի աստղերին, որովհետև նեղված էի բլոգերներից,
թե իսկապես ուզում էի հավատալ աստղերի հաղթանակին։ Լիայի որոշումն է իր խաղադրույքը նա կատարում է աստղերի վրա։ Այսինքն եթե մենք պարտվենք, Լիան լքում է նախագիծը։ Բայց ես չեմ ուզում մենք պարտվենք։ Բայց ես ուզում եմ, որ Լիան լքի նախագիծը։ Լիան, երբ որ մեր վրա խաղադրույք կատարեց, շատ մեծ պատասխանատվություն էր դա, պատասխանատվությունը եռապատկվեց ուղղակի։ Դու որոշեցի, գնում ես տուն։ Սերներս, Լիայի որոշումը այսպես է, Լիան կարող է մոտենալ Վեգայի ջերմանկյունում տաքանա, իսկ մենք պատրաստվում ենք խաղին, ես բացատրեմ խաղը։ Խաղը էստաֆետա է։ Թիմի մասնակիցները ամեն մեկը իր կետում հաղթահարում է փորձություններ, որտեղ վերցնում է փազլի մասնիկներ։ Վերջում հաղթում է այն թիմը, ով առաջինն է հավաքում գլխավոր փազլը։ Good luck, bro. Դե ինչ մասնակիցները պատրաստ են, ասեմ, որ իրոք ֆանտաստիկ ցուրտ է։ Մենք այս պահին գտնվում ենք Ծաղկաձորի սպորտ բազայի տարածքում, ֆանտաստիկ տարածք է խաղերի համար։ Ուշադրություն։ Մեկ Երկու, գնաց! Ապրես! Իրանալի է! Ապրես էնով! Մեջտեղով, Ռաֆ, մեջտեղով։ Հենց խաղի ամենասկիզբը մեկնարկը պետքատար Ռաֆը օղակները փայտի վրայից անցկացնելը ու տենում են, որ չի կարողանում, իմ մոտ այն տպավորություն էր, որ ինադու է անում, որ Լիան դուսում է։ Արա չեմ Ռաֆը բաց թող, քիչիու բաց թող։ Շատ մարդի։ Այդ է, ահա։ Գցում եմ, չի ստացվում։ Նորից եմ փորձում, նորից չի ստացվում։ Ասենք ոնց կարա չստացվի, ամենաբոյովն եմ ու հենց դրա համար եմ այդտեղ կանգնած։ Արա Մի քանի վայրկյան անց ինձ համար արդեն շատ ակնհայտ պարտություն էր զգացվում աստղերի թիմից։ Եվ արդեն ես իմ ճակատագիրը իմ գլխի մեջ գծել էի։ Արա ապրես է դու, արա գանսան է դու, արա սպաննես, դավայ պարալի։ Ապրես, շուշուտ։ Այս Ռաֆոն մի ժամ աչով փորձում է հանի չի կարում, մեկ էլ ձախով տպ։ Տղա ջան, կարող է լատեն ձախլիկ ես դու։ Մի անգամից կողմնարոշվի։ Всё, давай, Ено, բանալի մեր։ Էնջան, հանգիստ։ Ահա, Ռաֆ ջան, կարաս մոտենաս այս ջերմանկյունը քոնն է։ Ախպերս չի բացում։ Այդ вообще չի բացել է։ Մի հատ բացել։ Ահա չի բացում, ժողովուրդ։ Չի կարում։ Չէ, լավ, всё։ Միտքը ուզում եմ։ Նախ տեսնեմ, թե ինչ է կատարվում Էմայի մոտ։ Դու որևէ զամոք բացել ես, որևէ կողպեք, ոչ։ Հիշեցնեմ, որ բոլորն էլ աշխատում են, բոլորն էլ փորձված են, ու հնարավոր է, որ դու գցել ես գետին, ավելի լավ փորձում բնես այստեղ։ Ուղղակի մատերս սարել է չեմ զգում։ Ձեռքերս ահավոր սարցակալել է, այսքանը չեմ զգում, այսքանը։ Ու փորձում եմ բանալին այսպես պտտել։ Որոշեցի ստրատեգիա, որ մի բանալիով պետքա բացեմ բոլոր կողպեկները, որը որ բացվի, կհանեմ։ Եվ ջան, որևէ կողպեք բացել ես։ Սաղ փորձել եմ, չի բացում։ Չէ, բոլորը փորձած է։ Ահա, եւս մեկ հատ բացվեց։ Սառնամանիք է։ Ձեռքերը մասնակիցների սառել են։ Եվ փազլի առաջին կտորները պատրաստ են։ Նայում եմ ձախ, տեսնում եմ Մարտիրոսյան Գևորգը արդեն վերջացրել է, ցախ կողպեկները բացել է։ Չեմ զգում ձեռներս։ Մանո, դալայ մանո խնդրում եմ։ Արդեն իմ հետ է, պիտի փորեի։ Ուսցեցի արագ փորեի։ Ընդամեն այո, ավարտեց նաև Էման։ Վերջապես ստացվեց։ Առաջին կծանի։ Ահա։ Давай, շուտ արա։ Էման եւս ունի արդեն։ Давай, Ենտա ջան, давай։ Եվ այստեղ ինչ է կատարում ագրեսիվ գործողություններով հորած է, հա, այսպես ասած։ Էրմինկանս ինչ անում։ Ես անկեղծ չէի կարող այդպես անել։
սկսեցի մինչև վերջ հասա, հազիվ հանեցի, ես մի բա զգացի, որ մատներս չի զգում, որ դե ձեռնոց չէի ակել, կապդել էին այդ ծայրերը։ Սառավ ձեռները, ձեռնոց խիչի դեր արա։ Ձեռնոց տվեցին Մանոյին, Մանո դու արդեն առաջինը հանել ես։ Բայց ձեռնոց չի զգում է։ Ձեռքերը չես։ Կարաս վազես տականած վեգայանքին ու վերադառնաս հետ։ Երեխեք ձեռները չի զգում։ Իսկ երկրորդ դուփին արդեն ձեռնոցները հակա։ Սկսեցի փորել, հասակ եսը, բայց զգացի որ չէ, ձեռնոցները չեն աշխատում, դե ու ձեռնոցները սարեցին։ Դժվար է։ Հա, պատկերացնում եմ։ Պրես արած է։ Հա։ Դավայ, Մանո կարած։ Մանո, դավայ։ Դե դա է փորում թե աղջիկա։ Աղջիկա ու չի, հələ էսի անում կյանք։ Չի կարանի։ Ահա, ես տեսնում եմ, որ Էման օգտագործում է իր հազլի կտրը, բայց այնպես օգտագործում որ Էմջան չջարդես։ հանգիստ տենց արա, Էմա, տենց արա ծերը քթի ծերից քաշի բռնի։ Էդ եմ անում։ Այնքան մի տեղը խորը փորի, մի տեղը խորը փորի ծերը քթի։ Մենք գրել ենք։ Բռնի քաշի, ապրես։ Դավայ Էմջան, մի քիչ վրիձունը մի քիչ թեթևացրա։ Դավայ, Մանո։ Ագնեսի հետ կայնացենք ու սեզ նայում եմ, ասում եմ, նու շատ լավ է մեր թիմը խաղում։ Սեզ մի բան նայում եմ Աստղերին է, որ Դավայ Էմջան, դավայ։ Bravo, dawaj, kes tenam. Gol! Կգամացասու։ Դավայ Էմջան, թափով ցավը տանը։ Հիմա դիցի մեկը։ Գամած քսի վրեն թողնելու։ Ապրես, գբրտի չէ։ Դավայ։ Ոչինչ։ Ապրես։ 99%-ով ես վստահ եմ, որ ես կգցեմ անցքի մեջ ու նայում էի այդ դեմքին, ով հեսա տունա գնալու, ավելի մոտիվացվեցի, երրորդն էլ գնաց։ Լավոյն հավատեցին, ասում արդեն բազը հավաքելուն։ Դավայ, չէ՞ բան, գալու ես։ Այ այստեղ ոչ մեկ իրավունք չունի մասնակցի։ եկե հասելա մեզ ու չենք կարող հավաքենք այդ փազլը։ Ver, անես դի վրես։ Դավայ շուշ։ Ջան դավայ։ Հանգիստ մի վրաս։ Արա, հանգիստ արա։ Ապրես։ Առաջին արդեն մեկ է։ Շատ ապրես։ Դավայ։ Որ, հանա։ Ver, շուտ արա։ Ռոզի, շատագետը։ Էի փոխը։ Էլի կոմից քաշ, Մենք մեր համար հանգիստ հավաքում ենք, մենք ետնանք Շուշանը արդեն այդ պարկերը 1, 2, դե ասեցինք Ագնես, գնաց բոյը։ Մի րոպե, դուր։ Փազլի կտորները մեզ հասնում է այն ժամանակ, երբ կողքի թիմը արդեն ահագին ժամանակ դասավորում էր։ Շուշանը մի պահ հույս տվեց։ Հետո վերջին հույսս աղասն էր, իսկապես հավատում է, որ կհասցնի։ Լիայի, եթե հանկարծ պարտվում են, հա, աստղերը ու բլոգերները հաղթում են, Լիան գնում է տուն, շում ամենաշատ էին այն դուքի, որ աստղերը չսխալվեն։ Պանիկան մեջս հասնելա պիկին արդեն։ Վերջում երկու հիմնական կտորներ դրեցինք։
Փառահեղ հաղթանակ։ Իմ շնորհիվ իհարկե։ Վերջ։ Ես գնում եմ։ Վերջին պահին Շատ լավն էր։ հասցրեցի եւ Լիան գնում է, Լիան դուրս եկավ խաղից։ Դուք էլ ապրեք երեխեք։ Շատ եմ ներվում, համ չեմ ուզում Լիան դուրս մնա ու ոնց որ իմ պատճառով դուրս մնա։ Մի պահ անկեղծ եմ ասում, ես ու Ագնեսը խառնվեցինք իրար, բայց որ հենց հասկացանք առաջի քարը որտեղ պետք է լինի, սենց փազելով սա հավաքվեց ու հաղթեցինք։ Հերիկալիայի մասին ուղղակի խոսանք։ Մենք պարտվեցինք ու Լիան լքում է նախագիծը։ Բայց ես չեմ ուրախանում։ Ես չէի ուզում, որ Լիան նախագիծը սենց լքի։ Ես ուզում էի ինքս իմ ձեռքով իրան խաղից հանել։ Բայց ինչ արած։ Էլի վատ չի։ Ուրեմն հիշեցնում եմ, որ այսօրվա խաղը նվերի համար է, այսպես տեմպս քվեարկություն է լինելու։ Բայց մինչ քվեարկությունը մենք արդեն ունենք մասնակից, ով մի անգամից այստեղից գնալու է տուն, դա Լիանը։ Բայց Լիան նքում է նախագիծը, բայց չկա։ Լիան նքում է նախագիծը։ Մենք պատրաստվում ենք քվեարկությանը։ Բայց ես կուզեմ Լիային լսեմ ապրում։ Շնորհակալություն եւ բոլորին բարի խաղ։ Ուզում եմ, որ ոնց դու նշեցիր, որ ձեր կանոնները արդար են, որի մեջ չեմ ուզում շատ մանրամասնել, ուզում եմ, որ արդարություն լինի եւ հաղթի այն մարդը, որ իսկապես արժանի է։ Քեզ շնորհակալություն մեր նախագծում լինելու համար, լինելով շատ հատուկ կերպար, բայց այս պահից արդեն Arm Games-ում չի լինի Լիա Զախարյանը։ Շուրջան մի վարքան կգաս, էլի կներեք։ Ուզում եմ խաղի հետ կապված խոսամ, որ ընդհանրապես չլարվես ու հիմնականում քեզ իմ թիմ բերել եմ, որ ավելի շատ մնաս այս խաղում։ Իմ որոշումն ու իմ առաջադրումն է։ Ես այս պայդրությամբ ինձ ու իմ թիմին ավելի շատ եմ վստահում, քան քո։ Ոնց ուզում ես հասկացի, բայց հուսով եմ մինչև ֆինալ կհասնենք։ Իմ ու Շուշանի առաջին զրույցն է։ Նորմալ երկու բառ չկարացի կապեմ իրար ու չկարացա բացատրեմ, թե ինչի որոշեցի, որ հենց իրան բերեմ իմ թիմ։ Չեմ հասկանում Ռաֆը ինչ է ասում, բայց Արեշը չեմ հասկանում ինչի է ինձ ասում։ Ճիշտ է, Շուշանը արդեն մեր թիմից չի ու տեսնում եմ, որ Ռաֆեյան առանձին մի կողմ է քաշել, ինչ-որ բաներ է ասում։ Շուշ։ Ինչ էր ասում Ռաֆը։ Հիմա էլ էգո։ Ինչ եք ուզում ինձնից։ որ երևի չքվեարկեմ էլի իրանց կոալիցիայի մասը։ Նորմալ բան չես ասում։ Նորմալ է, էլի դու ստես։ Շատ Ռոզայի հետ խոսում հասկանամ։ Մնացիր մենակ աղջիկ, Ագնես։ Ես Շուշոյի համար նեղվեցի, որ գնաց մյուս թիմ։ Բայց ուրախ գնաց ինչ որ, հա։ Լավ է արևի մեջ մտավ ինքը։ Ռոզան ընդեղ է գոնե։ Իսկ Լիան երեխեք նեղացած գնաց մեզ զգացիք։ Վայ, մենք ենք նեղացած։ Ինչի՞։ Որ մեր վրա չներեց։ Հա, ճիշտ է, հա։ Բայց այդ պահին էլ էր նեղացած, որ ուրիշների վրա ստացած դերեց։ Այդ պահին հասկացա, ամենաճիշտ որոշումն էր Յան ուղարկել է, մարդը գնաց, սխալ ասեց։ Ինքը իրան հանեց։ Իր համար կրեցինք։ Մորդոս գա։ Այդ բան ասեմ, Ռաֆը ինձ խաղից հետո մոտեցել է։ Ես չէի կասկածում։ Ես կասկածներ ունեի։ Բնականաբար ոնց որ ուզում է իրանց կոալիցիա։ Մի քիչ էլ նկատում եմ, որ ուշադիր է իմ հանդեպ, մի քիչ ավելի շատ ուշադիր է իմ հանդեպ։ Ես հասկանում եմ, որ այս թիմում միակ մարդը, ում կարամ վստահեմ, Ռոզալիան։ Հնարավոր է Էրմինային էլ պետք լինի հանել արանքից, հետո Ռաֆին կարանք վերենք մեր կողմ։ Հնարավոր տարբերակ է։ Ես կարամ։ Ես տեսնենք։ Շուշանը ասում է, որ նույնիսկ Ռաֆոն կարող է բերել մեր կողմ։ Ես հավատում եմ Շուշանի ուժերին, մասնավորապես, որ Ռաֆոն խոստացել է իմ դեմ չի քվեարկելու։ Ինչ խոսք շատ հաղթանակած եղավ իմ մոտքը ձեր թիմը։ Շատ, հաբելակին ներվեք։ Так, Շուշան էլ չաշխատեց, հաջորդ ում ենք բերում։
Արա չէ, բայց անկեղծ էլի, ասածս բանով։ Մի հատ բան ես ասեմ, ասածս, բայց ուրիշ ձև չհասկանաս էլի։ Մենք պրոստը հենց սկզբից ունեցանք այդ կիքսը, այդ որ դու ռավ չէիր կարող։ Գիտես որ նա որ գոռում ենք ասում ենք գցի, իտոգը մելի դու կանխվում ես ուզում ես տենց հա մեկը բոյը չի ասելու։ Չեմ ուզում ասեմ ինատու էս արե, բայց միտեղ կարող ասես մտքովս պահի տականցնի որ զուտ պրոստը որ ստավկեն լիաներ, այսինքն որ մեր վրա է դեր ու եթե կրվեինք պետք է թռներ, հաշվի առնելով նաև ձեր կոնֆլիկտը, ես պրոստը պայտակ մտքովս անցավ, ասի ինադու, յա։ Բայց դու հաշվի ես ասում նաև նվերը, նվեր լիա, նվերը բարձրագերակ հաստատ լիայի համար չենք։ Այս բարդ է եկել այս պրոյեկտ խոսքի հաղթանակի համար բոլորս։ Զուտ պրոստը նվերին մի բան չի նայ, ասելա թողես մարդը գնա իմ շանսերը ավելի շատ աղաս, եթե հաղթանակի մտքով պրոստը ես հարցը տվեցի պատասխանում, եթե մի բանի նայում եմ ես հաղթանակի տեսանկյունից, այսինքն ես եթե ձգտում եմ հաղթանակի ձգտող մարդը չէր ուզենա պարտվել։ Աղաս ջան, առավոտից ինչ ես ուզում ինձանից։ Այդ կինոների հերթը հիմա էլ կպել ես թե ես եմ լիային ուզեցի հանեմ։ Ռավ 3 փուլա, այսինքն 3 մոտավորապես 3 անգամ, հա, քվեարկությունը դուք անընդհատ լիա եք քվեարկել եւ սա կարելի է դուքու համար հաղթանակ համար, որովհետեւ դու հաղթեցիր, հանեցիր այդ մարդը։ Всё, ասում ես չէ, աղբերի մտքով անցել ա, ասի ճշտեմ, խոսամ, հարցնեմ զուտ է տա եղել։ Լսում եմ Ռաֆին, բայց ուղիղ չեմ ուզում ասեմ, բայց չեմ հավատում։ Երեք բայց ինչ է Խոսքով ինադու չես արել։ Չէ, հաստատ ինադու չենք պարտվել, բայց ինադու քեզ Աղասն ասում։ Ում ինադու։ Դե էլ ես գիտեմ։ Ու ցավը Բայց նայ, որ միշտ ոնց որ բլոգերը ինձ մեկը։ իմ գործողության պահը։ Անընդհատ նկատում եմ Ռաֆի հայացքները ինձ։ Ոչ թե այդ ինձ դուր է գալիս, այլ հետաքրքիր է։ Ինչա ուզում։ Ամենայն դեպս ես մի հատ բան կասեմ, իրականում իմ սրտով չէր, որ Լիան նախագիծը լքեց ու չի ուզի այս ձևով լքել էլի։ Ինչի է ինձ թվում, որ արդեն քո գնալու ժամանակն է աղաս ջան։ Ճիշտ է, ինձ դե չի կարելի, բայց հազիվ միտեղ կարացա քեզ բռնացնեմ։ Իրականում լավ արեցիր, որովհետև ես էլ ուզում փոխեցի այսօրվա քվեարկության բանը։ Ապրես, հենց այդ թեմայով ես եմ ուզում խոսամ ու միակ մարդը, որ մեր կոալիցիայից չի, որ մնացել է իմ կոալիցիայից, դա աղասն է։ Ուսում գիտենք ինչ ենք անելու։ Բայց ես չեմ ուզում աղասին հանեմ։ Ես անցած անգամ էլ աղասի խնդրանքը չկատարեցի, որովհետև ինքը լավ խաղացող է։ Բա ում ես ուզում հանենք։ Ես ոչ թե ուզում եմ հանենք, այլ այսօր Ռոզալեն ասաց, որ ինքը չի խաղում։ Իրան խաղալու հերթը չի հասնում։ Եթե այդ մարդը ուզում է խաղա, թող գնա փոքր խաղերում խաղա, հաղթանակած, հաղթանակել ուզում է, հետ կա։ Չգիտեմ, ես Ռոզայի հետ կապված խոսք եմ տվել իրա գալուց։ Աղասին եմ ձեն տալու, հենց աստիս Շուշոն ու Ռոզանել են ինձ կպնելու։ Դուք ձեր մեջ հասկացեք։ Նորից մենք հավաքվել ենք մեր շատ սիրելի վայրում, որտեղ լինելու է քվեարկությունը, բայց այսօր նաև մինչև, հա, այդ բոլոր հատուկ process-ները նաև ունենք նվերի խաղարկման հավես պահ, որտեղ այսօրվա հաղթող թիմը, բլոգերների թիմը կխաղարկի 1 նվեր, բայց լավ նվեր։ Մինչ կանցնենք նվերի խաղարկմանը, ասեմ, որ այսպես շատ լուրջ վիճակ եմ տեսնում, 6 հոգի այստեղ եւ բլոգերների թիմում ընդամենը 1 աղջիկ է, դա Ագնեսն է։ Ագնես ո՞նց ես։ Լավ, սենց էլի, Շուշոն գնաց։ Իսկ ինչ ես կարծում կարա այնպես լինի, որ տղաները կրակին քո դեմ։ Ոչ մեկի չեմ վստահում, բացի Էդգարից։ Քվեարկության ժամը եկավ ու ես այստեղ եմ հստակ որոշմամբ։ Ագնեսը պետքա գնա փոքր խաղեր, նվերը ձեռքիցս վերցնելու համար առավոտյան։ Խոսքս ուղղեմ Աստղերի թիմին, աղաս դու ինչ կասես։ Քվեարկության հետ կապված չգիտեմ ինչ ասեմ, բայց մի հատ կարևոր բան եմ ուզում ասեմ ես։ Ես կարծում եմ, որ այսօր, երբ որ Լիան պայքարից դուրս մնաց, դա մի քիչ անարդար է։ Որ հատվածները դե անարդար։ Ես ուզում եմ լքեմ նախագիծը, ինչքան էլ հաճելի է ձեզ հետ։
Վայ այնքան զարմացա, որ աղաս Ձեզյան սկսեց խոսել իր գնալու մասին, ինչ պայմանավորվել էինք, սենց մի վարկյանում սիրուն ծալեց, գցեց ջուրը։ Ոնց հասկացել է այսօր առավոտից աղասի մոտ ինչ որ տրամադրվածություն կար։ Ու մարդը ինչ ուզեց արեց։ Շատ հաճելի է, բոլորից շատ սիրել եմ խաղի պայմաններից դուրս, պատրաստ եմ բոլորիդ հետ ընկերություն անելու։ Ես լքեմ իմ փոխարեն գա այն մարդը, ով որ այս խաղին իմ համար ավելի արժանի է, որովհետև ինքը պայքարում է խաղի համար ու այսօրվա իր դուրս մնալը ես պրոստը անարդար եմ համարում, առանց մասնակցելու դուրս մնաց։ Իրականում էլ ցանկություն չկա այդ թիմի հետ շարունակել ճանապարհ անցնել։ Ու կարծում եմ, որ իմ քայլը շատ, ոնց ասեմ, ճիշտ եւ տեղին է, որովհետեւ յուրաքանչյուր պայքարող մարդ էլ արժանի է, որ ուղղակի անարդար ձևով խաղից դուրս չգա։ Ինչի մասն է խոսքը, այսօր ցերեկ աղասը կանչեց, ես գնացի սենյակ, Լիան Վեշերն էր հավաքում, տան քիչ ուզված էր, աղասի զրույցներն էր ու նաև ինձ դեր հարցնում, ասաց թույլ տուր հնարավորություն ինձ քայլ անելու, որի արդյունքում ես իմ տեղի կզիջեմ Լիային։ Լիան տականք պլանս հարամարեց։ Մի Լիա պետք է քվեարկենք։ Այո, իմ թույլտվությամբ մեր նախագիծը աղասի փոխարեն կարող է շարունակել Լիան, բայց Լիան շարունակելու այն թիմում, որտեղ որ եղել է, բլոգերների թիմում, ոչ թե Աստղերի թիմում, որտեղ նա բլոգերների թիմի մասն է։ Այսինքն Լիան հետա գալի մեր թիմ։ Նու հետա գալի թող գնա ախպեր իրանց մոտ։ Մեր մոտ ղեք հետ բերում։ Ինչ Լիա։ Ես ընդհանրապես համաձայն չեմ Արամի որոշման հետ Լիայի վերադարձի վերաբերյալ։ Լիան խաղացել է խաղ, կրվել է, դուրս է եկել։ Եթե աղաս ուզում է դուրս գա, ինքը կարա գնա, պարտադիր չի վերադարձնել Լիային։ Այս պահին մենք կարող ենք ծափարություններով մեր երևի նախագծի ինչպես դուք, հա, գնահատեցիք ամենահայտնի մասնակիցներից մեկին, ամենահումորով մասնակիցը միանշանակ, նաև Աստղերի թիմում շատ կազմակերպչական գործողություններ արած։ Վստահ եմ, որ հեռուստադիտողը այստեղ բազմաթիվ նամակներ կգրի, դժգոհություն կհայտնի, բայց սա աղասի որոշումն է։ Ես առաջարկում եմ ծափարություններով աղասին ճանապարհենք եւ դիմավորենք արդեն Լիային, ով եկավ։ Պատուանից ես հանում դռնից է մտում, դռնից ես հանում նկուղից է բարձրանում, բայց վատ է, եկեք ես է գնամ, թող իմ տեղն գա խաղա։ Փոփոխություն է տեղ ունենում, էլի, խաղում փոփոխություն է տեղ ունենում, մեկ խաղացողին փոխարինում է մեկ ուրիշ խաղացողը։ Շնորհակալություն, բոլորիդ հաջողություն։ Բայց գիտեք ինչ։ Աղասն էլ է շատ լավ զգում, որ իրա դեմ են քվեարկելու։ Ու ոչ թե նրա համար, որ ինքը վատ է խաղում, այլ ուղղակի, որովհետև այդպես են ուզում։ Ես գիտեմ, որ ես հետ գնամ, նույնձև իմ դեմ են քվեարկելու։ Հիմա այս պահին ես խնդրեմ մի պահ Աստղերի թիմը սպասի, մինչև քվեարկությունը մենք ունենք նվերի խաղարկում, հա, մի հատ հավես դրական վիճակ ունենանք, որից հետո կանցնենք արդեն քվեարկությանը։ Այս խաղը Arm Games-ի շրջանակներում մենք ունեցել ենք, նախորդ եթերաշրջանում, հավատում եմ, չեմ հավատում խաղն է։ Ում չհավատան եւ նա պետք է լքի, հա, այս кейսով եւ այդ кейսի մեջ լինի նվերը, նա հենց այդ նվերով էլ գնում է, եթե նվեր չկա, նա ուղղակի լքում է։ Այդպես շարունակ մինչև ինչ որ մեկը նվերով կգնա տուն։ Ինչպես արդեն երևաց լոգոից, այս նվերը մեզ համար պատրաստել է Գյումրի գարեջուրը։ Թե ինչ նվեր է, ես կասեմ վերջում։ Հիմա բոլորին խնդրում եմ նայեն իրենց кейսերում։ Մասնակիցները բոլորը նայեցին իրենց кейսերում ինչ կա, ձեզ պետք է լինելու հարցեր տալով գալ մի կետի, որի արդյունքում կհասկանաք քո մոտ է, ուրիշի մոտ է, ում մոտ է եւ այլն։ Ռաֆ քո մոտ է։ Չես կարող ասես։ Ուզեիր քո մոտ լիներ։ Էդ։ Ջան, քո մոտ է։ Իսկ եթե նենց նվերը լներ, որ պետք է մեկի հետ կիսվերում խնդրեր։ Ագնեսին։ Ես քվեարկում եմ Էդոին։ Էդոն, ես էլ Էդոն։ Ես Էդոյ եմ քվեարկում։ Այսինքն դուք մտածում եք, որ Էդոյի մոտ չի։ Էդոյի մոտ չի։ Ով է կոմ, որ Էդգարի кейսի մեջ չկա նվեր։ Օպա, 4 ձայն, 5 ձայն նույնիսկ։ Մեջերի։ Մեջը չի։ Ես դատարկության կեսը քեզ եմ։ Մերսի Էդգարը кейսով լքում է նկարման տարածքը, մենք բոլորս պետք է պտտվենք, кейսերը պետք է փոխվեն։
Լիա, ինչ գույն կար մեջը քո դուքի։ Կարմիր։ Կարմիր էր։ Ագնես։ Անունտուր։ Մանույն է ուզում շարքել։ Գնացին։ Եվ կոմոտա։ Չէ, մոտ չի, հաստատ այս Okay, անգամ յամոչ, ոչ չի ես մոտ կողմեմ, չի։ որ Գևորին քվեարկենք ինքը։ Ճիշտ ասեմ։ Ախպեր, բայց Կոմոտ չի։ ճիշտ է։ Որտեվ իրա մոտ է։ Որտեվ իրա մոտ է։ Հա թող մնա խաղ։ Արևորը իրանցից լինի։ Վերջապես 7 էպիզոդ հետո հասկա։ Բամից է։ Մուժը ժնա одна սատանա։ Ոյ, լավ է։ Մերսի ռո։ Մերսի։ Շատ լավ։ Շատ լավ սիրելիներս։ Շարունակում ենք։ Ես ուղղակի գիտեմ ում մոտ էր նոր։ Ու սիրելի հեռուստադիտող, ստեղ մի հարց կա։ Կարան ես լինի, որ ինչ-որ մարդիկ փորձեն իմ դեմ դուրս գան։ Կարա։ Ես չեմ փոխում քեյսերը։ Լիա, ինչ ես մտածում։ Մեծ գին վճարվեց, դու եկար նախագիծ, շուտով լինելու է քվեարկություն։ Կարող է այնպես լինել, որ քո դեմ քվեարկեն։ Միանշանակ իմ դեմ են քվեարկելու։ Հա, դու Այստեղ որովհետև ոչ թե այստեղ շատ բարձ սառը եւ adekvat լոգիկայով քվեարկություն է, այստեղ ուղղակի ընտանեկան Ընտանեկան շոու է դարձել։ Ընտանեկան շոու է դարձել։ Իրականում այս անգամ մի քիչ թույլ տվեցին երկար խոսա։ Այստեղ adekvat քվեարկություն է ու ինքը պետքա արժանանա վերադարձին։ Արժանանալ, վերադառնալ ինչ է նշանակում։ Այստեղ Ինչով եմ ես միջոցով գնացել, ես վերադառնաս։ պատվել եմ։ Ահա, հրաշալի միտք է բարձրաձայնում Ռաֆը։ Ես չէի բռնեմ միտքդ, դու ունես իրավունք արժանանալու, հանդիսատեսին եւ հեռուստադիտողին ապացուցելու, որ դու արժանի ես խաղին, որի համար քեզ կտրվի։ Ես ունեի հնարավորություն ցույց տալու, որ ես արժանի եմ խաղին մնալու, բայց ինձ թույլ չտվեցին ես խաղամ։ Այն թիմի անդամները, ում ես իսկապես շատ քվեարկության պես մնացել դուրս, ես քո հետ կանգնած էի նույն հարթակին, ձայները բաշխվեց այնպես, որ դու դուրս մնացի։ Իսկ ձայները միաձայն եղել են իմ դեմ։ Եկեք ես դառնամ խաղի վարողը, քանի որ նախ ես հստակ չգիտեմ ում մոտ է, ես զգում եմ ում մոտ է։ Քանի որ ես լավ մաֆիա եմ խաղում, ես անունները տալիս եմ, դուք սկսում եք քվեարկել։ Ով է ուզում, որ այս պահին լքելը նշանակում է լքում է եւ բացում է, որպեսզի լքում է խաղը, Ռաֆոն մեկ ձայն։ Ով է ուզում, որպեսզի խաղը լքի, Ռուբենը։ Երկու ձայն, Ռուբեն, դու լքում ես խաղը։ Ռուբեն ջան, դու հնարություն ունեիր, բայց ինձ թվում է ընկերներդ սխալվել, ու ընկերներդ որն է, թիմակիցներդ բոլոր կարային ավելի ճիշտ անեն, բայց ինձ թվում է շատ չես նեղվի, գլոբալ շատ չես նեղվի։ Հաջողություն Ռուբեն ջան, մենք շարունակենք, ոչինչ չեմ փոխելու, չէ, մենք արդեն խաղում ենք մաֆիայի կանոններով։ Ով է մտածում, նորից հարցը պետք է տամ, որ այս պահին պետք է խաղը լքի Ռաֆը։ Բրավ, դու ձայն չունես։ Ով է ուզում, որ խաղը լքի Ագնեսը։ Մեկ ձայն եւ երկու ձայն անցնում է Լիային։ Ագնես, դու դա գիտակցում ես։ Ոյ։ Կարանք վերականգնենք։ Ոչ։ Բոլորդ պատտեք։ Դե այս պահին Լիան պետք է բացի, որտեղ Ագնեսի եւ Լիայի ձայները գնացին Լիային։ Ինչպես նշեցի սկզբում, գործում է մաֆիայի կանոնը։ Ինչ է տեղի ունենում։ Եթե Լիայի մոտ չէ ու քո մոտ է, ես քեզ կշնորհեմ այդ հաղթանակը։ Եթե Լիայի մոտ չէ, քո մոտ չէ, ես այդ հաղթանակը կշնորհեմ Ռաֆային, որովհետև երկուսի դեպքում այլևս քվեարկության հնարավորություն չկա։ Մաֆիայում էլ է այդպես գործում, մեկը մեկի դեպքում սևը հաղթում է։ Ամեն ինչ կերևա Լիայի տուփը բացելուց հետո մտածում էի Լիայի մոտ է,
ու ես մտածում էի Ագնեսը իրանք քվեարկին կդուրս կգա։ Լավ, Լիան, ժամանակն է որպեսզի տեսնենք։ Եթե քո մոտ է, այդ նվերը քոնն է, եթե քո մոտ չէ, դու լքում ես ու ստեղ բացում ենք, հասկանանք թե ում է մնում նվերը։ Ես երբ որ շահեցի նվերը, ես հստակ գիտեի, թե ինչ պետք է անեմ։ Ես չեմ ուզում այս սեղանից գնան լարված ու նեղված մարդիկ։ Կարամ ասեմ, լարված չենք ու լրիվ ուրախ կենք։ Թույլ տվեք խոսեմ։ Ես այս քանի սերիա արդեն թողարկում գնաց, այնքան լարվածություն եմ ես ինքս վերցրել ինձ վրա։ Այնքան նեգատիվ եմ վերցրել ինձ վրա, այնքան բամբասանքներ եմ լսել, ես իմ ականջով այնքան բան եմ տեսնում, որ ձեզ թվում է ես չեմ տեսնում, եւս մեկ ավել աչք, մեկ ավել բամբասանք եւ արհեստական ուրախություն իմ հասցեին չեմ ուզում տեսնել ու լսել, բայց ամեն դեպքում ես սա ուզում եմ տալ մի մարդու, ով չգիտեմ, ով այսօր իր տեղը զիջել է ինձ։ Օպա։ Աղասը։ Ես չեմ կարող ասել, որ շատ շնորհակալ եմ քեզանից աղաս, որովհետև քո տանջանքն է։ Որովհետև այն ինչ որ ինձ սպասվում է, այնպես չի որ ինձ հաճելի է եւ ես ուզում եմ շարունակել խաղալ այստեղ, բայց ես քո քայլը գնահատում եմ եւ չեմ ուզում, որ դու այստեղից գնաս առանց նվեր եւ առանց ոչ մի բան, ես ուզում եմ, որ սա, չգիտեմ այստեղ ինչ է։ Հուսով եմ լավ արժանի նվեր կլինի քեզ համար։ Սա քո իրավունքն է, նախ կարծում եմ, որ սա ամեն դեպքում սա խաղ է ու խաղի կանոններում է ամեն ինչ տեղի ունեցել ու նաև խաղի կանոններում դու հաղթեցիր սա։ Գյումրի ընկերության կողմից Աղաս Մանուկյանը իր տիկնոջ հետ միասին ունի ֆանտաստիկներ, դա ուղևորություն է դեպի ծովափնյա շքեղ հյուրանոց Եգիպտոսում, սիրելիներս։ Ես շատ ուրախ եմ Աղասի ընտանիքի համար, Աղասի տիկնոջի համար, Աղասի համար, Աղասի գեղեցիկ քայլը պարգևատրվեց եւս գեղեցիկ պատասխանով։ Տոնավորում ենք եւ այս դրական նոտայից հետո տեղափոխվում ենք քվեարկության զոնա։ Շնորհակալություն ուզում եմ հայտնել Լիային ու Գյումրի գարեջրին նման գեղեցիկ նվերի համար, անկեղծ ասեմ, չէի սպասում, որ Լիան նման քայլ կանի, բայց շնորհակալ եմ Լիա ջան, շատ մերսի։ Ես համենայն դեպս ինչ արել եմ առանց ակնկալիք, դու լավ գիտես։ Այս խաղում ամեն թիմից մեկական հոգի են մրցելու միմյանց դեմ։ Այսինքն այս պայծ կսած ընդամենը մեկ հոգի է լքելու Arm Games-ը։ Աղաս արդեն լքեց, հաջորդը կտեսնենք թե ով է լինելու փոքր խաղի արդյունքում։ Արդեն այս պայծ կսած մենք բոլորս հասկանում ենք, որ մոտենում է ընկեր բարեկամ քույր եղբայր հարաբերության ավարտը, որտեղ ընդամենը 2 շաբաթ հետո դուք բոլորդ մրցելու եք միմյանց դեմ եզրափակչում։ Խնդրեմ, ով է առաջինը մոտենում, անիմաստ հարցեր։ Ավարտվեց բլոգերների քվեարկությունը։ Սիրելի աստղեր, ով է գնում առաջինը։ Ռոզալիան։ Իրականում շատ լարված իրավիճակ է, որովհետև նախ չգիտեի ում պետքա քվեարկեի, հետո տեղում հասկացա, որ պետքա աղասին հանել, հետո աղասը գնաց ու այ հիմա իրոք պատկերացում չունեմ ում քվեարկել։ Ստեղ պետքա լիներ ինքը։ Առաջին թողարկումից ինձ քվեարկեց, մի անգամ չեմ քվեարկել իրան։ Բայց հիմա ուզում եմ ուղղակի եթե տենց ամեն մեկը մի բան կարա խնդրի, Արամ ջան, խնդրում եմ, ընդունիր այս ձայնը։ Եվ այսպես ավարտվեց քվեարկությունը, ես ընդամենը վայրկյաններ անց կբարձրաձայնեմ քվեարկված մարդկանց անունները։ Բայց պետքա խնդրեմ, որ իմ ձայնը հաշվի առնեք։ Այսինքն, որովհետև ինքս ինձ եմ քվեարկել։ Հաղորդման շրջանակներում կան կանոններ, որոնք չեն փոխվում, որից մեկն էլ քվեարկությունն է, ոչ մի մասնակից իրավունք չունի քվեարկել իր դեմ։ Կարա խնդրի թիմակիցներն իր դեմ քվեարկեն, եթե դու քո դեմ ես քվեարկել, խնդրեմ, սա անբեկանալի որոշում է։
Հիշեցնեմ, որ մենք եզրափակում շատ ավելի դժվար իրավիճակներ ենք հայտնվելու։ Հենց այդ է կոալիցիաների, ընկերությունների խնդիրը։ Նույնիսկ մոտ ընկերներ, նույն Ռաֆոն ու Ռուբոն կարան հայտնվել մի վայրում, որտեղ մեկն է շարունակելու խաղը։ Ոչ մեկ դրա մասին չգիտի։ Բլոգերներից կամ մասնակից ով ստացել է 1 ձայն։ 3 հոգի է քվեարկվել, 2 աղջիկները քվեարկության մեջ են։ Ագնես եւ Լիան քվեարկության մեջ են։ Ռուբո դու միակ տղան ես, որ քո դեմ քվեարկել են։ Դու ունես 1 ձայն։ Ագնեսի եւ Լիայի մեջ եղել քվեարկությունը։ Կամ Ագնեսը կամ Լիան գնալու են վտանգավոր գոտի, որտեղ խաղալու են որևէ մասնակցի հետ փոքր խաղ։ Ագնես դու այս պահին հայտնվում ես մի վայրում, որը քեզ համար վտանգավոր չէ։ Լիա դու վտանգավոր գոտում ես։ Ասում է չէ, որ ինձանից բացի ուրիշ հերոսի անուն չգիտեն։ Եթե հերել է, Սարյան դեղը մնայելի։ Մենք մեր թիմով շատ լավն ենք, շատ լավ խաղում ենք իրար հետ, ու Լիան դեռ որ մեզ մենակ խանգարել է։ Ես գասեմ, թո արժանանա իր հետ գալը փոքր խաղով։ Ես ճիշտ ասած որոշել եմ, որ Ագնեսին կքվեարկեմ, բայց Լիայի մուտքը ներս արդեն որոշումս փոխեց դեպի Իրան, որտեղ երբ որ ասեցի անարդարություն, հասկացա որ չէ, եթե այս մարդը դուրս է եկել ու արդար ձևով է դուրս եկել, եթե հետ է վերադարձել, թող գնա խաղա, էլի հաղթի ու հետ կա մեր մոտ։ Ինքը մեզ չհավատաց, բայց ես իրան հավատում եմ, ինքը կհաղթի փոքր խաղերը։ Դե տեսանք Լիային, բնականաբար Bluetooth-ով բոլորս կպանք իրար ու ավտոմատ այնպես ստացվեց, որ մեծամասնությունս քվեարկեց Լիային, անգամ նույնիսկ սենց հայացքներ չենք փոխանակել։ Շատ ավելի հետաքրքիր է Աստղերի թիմում։ Աստղերի թիմից միակ մասնակիցը, ում անունը չի հայտնվել քվեաթերթիկի վրա, Նեմա ինչ ես կարծում ով է, ում անունը չի եղել քվեաթերթիկի վրա։ Կարծում եմ Շուշանի։ Շուշան դու նախագծում ես։ Ես չունեմ ոչ մի ձայն, ինչ խոսք հաճելի է, բայց նաև անսպասելի։ Մենակ վստահ է, որ Ռաֆը չի քվեարկել։ Քո հանդեպ շատ ավելի հյուրընկալ են գտնվել։ Ընդհանրապես Աստղերի թիմը շատ ավելի հյուրընկալ է, քան բլոգերների թիմը, ում կանչել են միշտ իրենց դեմ են քվեարկել։ Հարցը եկողների մեջ է ինձ թվում։ Առաջ օր ոնց ենք տշում։ Ոսկուպես պահում ենք։ Հասկացա։ Շուշանը նաև նշեց, որ հարցը եկողների մեջ է, այսպիսով վատաբանելով Գևորգին Մարտիրոսյանը։ Գևորին տարել են։ Հասկացա։ Ես մտածում էի, որ պարտադիր վտանգավոր գոտում կլինի Էման, որտեղ այո, Էման շատ ուժեղ մասնակից է։ Էմա, դու ունես ընդամենը 1 ձայն։ Ռաֆ, դու ունես ընդամենը 1 ձայն։ Էրմինա, թե Ռոզալիա։ Այս երկու մասնակիցներին ես հիշում եմ առաջին խաղի ժամանակ, երբ որ տարբեր ճամբարներում էին, նույնիսկ թեթև կոնֆլիկտ եղավ իրենց մեջ, սահնակների վրա թեթև, շատ թեթև։ Ռոզալիայի խոսքերն եմ ցիտում։ Ինչու է նա փնտրում կոնֆլիկտ այնտեղ, որտեղ այդ կոնֆլիկտը չկա։ Իրավի։ Ռոզալիա, եթե դու հայտնվես փոքր խաղերում, պատրաստ ես Լիայի հետ պայքարին։ Իհարկե։ Էրմինա դու։ Չէ։ Պատրաստ եմ իհարկե։ Ես գրեթե վստահ եմ, որ ես վտանգավոր գոտում եմ ու ուզում եմ մրցեմ Լիայի դեմ, բայց վախենում եմ լիքը մարդկանց քաշեմ այն առումով, որ ուզում եմ, որ Լիան դուրս գա ու հանկարծ ես դուրս գամ։ Ռոզալիա, դու ունես 1 ձայն, Էրմինա դու 2 ձայն, դու վտանգավոր գոտում ես։ Այս պահին բոլորը պետք է լքեն տարածքը, տարածքում մնան միայն Լիան եւ Էրմինան, նրանց միջև տեղի կունենա 6-րդ հաղորդման փոքր խաղը, որի արդյունքում կամ եւս մեկ անգամ Լիան կլքի նախագիծը, կամ Էրմինան կլքի նախագիծը։ Դե ինչ, տեղափոխվենք փոքր խաղեր։ Մեր այսօրվա էմոցիոնալ խաղի ավարտին ենք մոտենում եւ այստեղից ձեզից մեկը կգնա տուն, մյուսը կշարունակի ելույթները Arm Games-ի այս ֆանտաստիկ եթերաշրջանում։ Ես ուզում եմ հիշեցնել նաեւ մեր հեռուստադիտողին, որ այս 6 շաբաթները մենք եղել ենք Sia Resort-ում, շատ լավ սնվել ենք, շատ ջերմ մթնոլորտ ա եղել, շատ տաք ա եղել,
շատ սիրել ենք, շատ կապվել ենք։ Իրականում շնորհակալ ենք Սիարազորտի ջերմությունելության համար եւ այս ջերմությունելությունից անցում դեպի խաղը։ Խաղը շատ པարզ խաղ է։ Մեր մանկության խաղն է։ Այստեղ 3 գույն է։ Դեղին, փիրուզագույն եւ վարդագույն։ Ամեն գույնից 10 հատ։ Ձեզ պետք է օգտագործելով նաեւ այս անկյունը, հա, բաց տարածքը 10 հատ նույն գույնը, 10 հատ նույն գույնը, 10 հատ նույն գույնը։ Կապ չունի որը որտեղ։ Ով հաղթում է, շարունակում է ելույթները մեր նախագծում, շարունակում է բոնուսով։ Պարտվողը գնում է տուն։ Պատրաստ ենք։ Լիա, պատրաստ ես։ Լիա, ինձ թվում է գալուց առաջ դու գիտեի, որ հայտնվելու ես այստեղ։ Հոգեբանում եմ, պատրաստ ես։ Խաղի ժամանակ էլ ասացի, որ պատրաստ ես։ Ռաֆա Հայդալեկը շատ կարևոր խոսք ասեց։ Սա քեզ համար հնարավորություն է վերականգնել քեզ նախագծում, ոչ թե որ քեզ ինչ-որ մեկը զիջել է, այլ դու հաղթելով մնում ես նախագծում։ Ես իմ տեսակով պայքարող մարդ եմ, վստահ եմ դա արդեն հասցրել եք զգա։ Էրմին, դու առաջին անգամ ես, Լիան արդեն փորձառու է այս գոտում, լարվում ես։ Բնականաբար։ Երկուսիդ էլ մաղթում հաջողություն, երկուսիդ էլ շատ հմայիչ մարդիկ եք, երկուսիդ էլ շատ կարևոր մեր նախագծի համար, վստահ եմ հեռուստադիտողը երկուսիդ էլ շատ սիրում եմ, մասնակիցներ չեմ կարող ասել։ Ուշադրություն, 1, 2, գնաց։ Հաշվարկում եմ, որ առաջինը ճիշտ է կապույտը դնել ու այդ պահին ֆիքսում եմ, որ Լիան էլ է կապույտը առաջինը դրել, դրանից ավելի սկսում եմ լարվել։ Դրանցից մեկը ձեռքիցս դուրս է թռնում ու ես այդ պահին չգիտեմ ոնց, ուղղակի շարունակում եմ խաղալը։ Տեսնում որ Արմինը շատ ավելի ավելի գործում քան Լիան։ Կարծում Լիան մի փոքր ավելի պետք է շտապի։ Արմինան գրեթե հավաքեց երկու հատը։ Ես տեսնում եմ, որ Արմինան ֆանտաստիկ արդյունք է տալիս։ Իմ մոտ այդ պահին մի քանի բան է հոգուս խորքում կատարվում, լարվածություն, դող ու ուզում եմ հաղթեմ։ Ամենը մեկ ձայն և վերջ։ Իրականում դրանից հետո էմոցիաներս ուղղակի աննկարագրելի ա եղել, որովհետև այդ պահին ես հասկացա, որ Լիան չի դասավորել ու ոտքերս ինձ թվում է ուղղակի չենթարկվեցին ինձ, չեմ կարող նկարագրեմ, համ ուրախ էի իմ թիմի համար, համ ուրախ էի, որ ինքը վերջապես լքեց խաղը, Աստված երրորդություն է սիրունի դեպ։ Ես շատ ուրախ եմ, որ ես, Լիան, այնքան կա, որ իմ հանդեպ հաղթանակը կարա կյանքի նման պրիորիտետ լինի, որ կարաք դողաք, լացեք, չոքեք, միթե ձեր կյանքի միակ նպատակը այդ խաղում ինձ հաղթելն էր, ես դա ձեզ նվիրել եմ, ես տուն եմ ուզում գնալ, մնաց բարով, Arm Games։ Լիա Զախարյանը վերջնական արդյունքում լքում է Arm Games-ը, բայց կուզեմ մոտքաս ինձ, Լիան Arm Games-ը լքում է շատ գեղեցիկ ձևով, լքում է շատ գեղեցիկ ժեստով, սենց խոսք է, չէ, ատամ ատամի դիմաց, այստեղ եղավ սիրտ, սրտի դիմաց, աղասը իր տեղը զիջեց, Լիան էլ, իհարկե ավտոմեքինան է մեր ամենաշքեղ նվերը, դա բոլորս գիտենք, բայց ավտոմեքինայից զատ, հա, երկրորդ տեղում նվերը դու տվեցիր, աղասին ես հպարտանում եմ քեզ լավ։ Պակա Լիա։
Ֆանտաստիկ արագություններ, ֆանտաստիկ արդյունքեր, համ շատ ուզված, ես սա մեյքափը դիմա խառնվել է իրար։ Նաև դու հնարավորություն տվեցիր Աստղերի թիմին մնալ թիմ։ Նրանք պետք է շնորհակալ լինեն, որտեղ եթե դու պարտվում էիր, այլևս մեզ մոտ չէր լինելու թիմային խաղ։ Այս պայից սկսած Աստղերը 5, բլոգերները 6 շարունակելու են եւս մեկ հաղորդում թիմային։ Շատ ուժեղ պայքարում դու հաղթեցիր, շատ ուժեղ մասնակցի, շնորհավորում եմ քեզ։ Չմոռանանք, որ հաղթողները գնում են հաջորդ փուլ բոնուսով։ Դու այսօրվա հաղթողն ես, հիմա կտեսնենք թե ինչ բոնուս ես ունենալու։ Որ քարտն վերցնես, քեզ շատ պետք է գա, Անդրեյ։ Մի բան էլի հաշվեմ։ Հաշվի։ Շատ լավ։ Շատ լավ, կոնտրությունը պարզ եմ։ Ձայնից զրկել։ Սա իրականում ասեմ, եթե ձեր թիմում լինի քվեարկություն, այս քարտը քեզ շատ պետք կգա։ Դու քվեարկության ժամանակ, քվեարկությունից առաջ իրավունք ունես ընտրել յուրաքանչյուր մեկ մասնակցի եւ ասես, որ ինքը քվեարկելու իրավունք չունի։ Սա կարելի է ասել իմունիտետի հավասար քարտ է, հավատամ, 5 հոգու դեպքում։ Շնորհավորում եմ Սակոնն է, ես քեզ խորհուրդ կտամ, որ քո թիմը դու որոշի, բայց ես խորհուրդ կտամ շատ չբարձրացնել սրա մասին։ Իսկ մենք այս հմայիչ մարդուկի հետ միասին ասում ենք, որ Arm Games նախագծի 6-րդ թողարկումը ավարտվեց, կհանդիպենք հաջորդ շաբաթ։